2025 թվականի մարտից ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերի ու Երևանի շուրջ 450 հանրակրթական դպրոցներ, Դասավանդիր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամը սկսեց նոր փորձարարական ծրագիր, ուղղված դպրոցներում հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական աջակցության ամրապնդմանը։ Նպատակը՝ ստեղծել դպրոցական այնպիսի միջավայր, որտեղ աշակերտը կլինի լսված, արժևորված ու անվտանգ։ Ծրագրի շրջանակում հոգեբանական բարեկեցություն զարգացնող վարժանքների օգնությամբ երեխան ճանաչում է իր հույզերը, ներդաշնակ է դառնում իր մարմնի եւ սոցիալական կապերի հետ, ձևավորում է սթրեսներին դիմագրավելու աշխատող ռազմավարություններ եւ ակտիվորեն մասնակցում է ուսումնական գործընթացին, ինչին ականատես է եղել Civilnet-ը Չարենցավանի Եղիշե Չարենցի անվան թիվ 5 դպրոցում։ Օրինակ օգտագործում եմ ձյունե թագուհին, երբ աշակերտները պատասխանում են հարցերի, սկզբում քարացած են լինում, բայց պատասխանելով հարցերին կարողանում են հալվել եւ այդ ժամանակ կարողանում են նաեւ ընկերներից որևէ մեկին հալեցնել, որևէ բարի խոսքով, որևէ լավ արարքով կամ դիպչելով։ Բացի եւ դրա հանդիպակաց կողմի միջնակետի միացումը, ապրես, հալվեցիք, հալեցու։ Կարող եք մի դրական խոսք ասել։ Լավ ընկերես նվեր, նստեցին։ Իմ ամենասիրելի վարժանքը հիշողությունների շղթան է, որը մեզ սովորեցնում է արագ կողմնորոշվել և ուշադրությունը լարել։ Հոգեկան բարեկեցության բաղադրիչներն են հոգեբանական կամ հոգևոր ոլորտը, սոցիալական, հուզական, աշխատանքային, ինտելեկտուալ։ Օրինակ, եթե սոցիալական բաղադրիչն ենք դիտարկում վարժանքի արդյունքում, խթանում ենք երեխաների միմյանց հետ հարաբերությունները, դասարանային մթնոլորտի բարելավումը, եթե անդրադառնում ենք ինտելեկտուալ բաղադրիչին, խթանում ենք գիտելիքի հանդեպ սերը։ Ծրագրի իրականացումը վերաբերում է ոչ միայն աշակերտներին, այլ նաև ուսուցիչներին ու ծնողներին։ Ծնողների համար անցկացվում են հանդիպումներ աշխատարանների ձևաչափով։ Ծրագրի մասնակից աշակերտներն ու ծնողները նշում են, որ նախաձեռնությունը դրական ազդեցություն է ունեցել իրենց վրա եւ կարեւոր փոփոխություններ է բերել։ Դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անի Մանուկյանի խոսքով, դպրոցում նախկինում էլ դասապրոցեսների ընթացքում կիրառվել են որոշակի վարժանքներ, սակայն այժմ դրանք ավելի բազմազան են դարձել։ Յուրաքանչյուր նոր բան իհարկե մի փոքր դժվար է, բայց այնուամենայնիվ վարժանքները հետաքրքիր են, ուսանելի են եւ օրինակ որպես ուսուցիչ ես կարող եմ ասել, որ այս վարժանքները կարելի է կիրառել ոչ միայն հայոց լեզվի եւ մաթեմատիկայի ժամերին, այլ բոլոր առարկաների ժամերին, հարմարեցնելով իրենց օրինակ դասերին, դասապրոցեսին եւ թեմային։ Այդ ծրագիրը օգնում է, որպեսզի երեխաները ավելի շատ լինեն անվտանգ միջավայրում, երեխաները կարողանում են իրար հարգել, երեխաները կարողանում են առաջին դիմացինի կարծիքը հաշվի առնել։ Վարժանքներից բոլորը կարելի ասել, կյանքի որևէ դրվագում, պահին մեզ ուղղություն է ցույց տալիս, այսինքն մենք կարող ենք հիշել ինչպիսի վարժանքներ են կատարել ու ինչպիսի խնդիրների առաջ կարող ենք բախվել այդ ժամանակ ու տվյալ խնդիրները, որոնք մեզ կարող են հանդիպել, շրջանցենք ու հեշտ ձևով լուծենք։ Դասավանդիր հանուն Հայաստանի հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը մեծ արդյունավետությամբ, մեծ սիրով է կիրառվում մեր դպրոցում։ Մենթորները արտաճանաչության, պատասխանատվության բարձր գիտակցումով են մոտենում իրենց աշխատանքին։ Մեր ուսուցիչներն էլ իրենց հերթին սիրով կատարում են իրենց աշխատանքը։ Մենք փորձում ենք ստեղծել համագործակցող ջերմ մթնոլորտ, որպեսզի աշխատանքների արդյունավետությունը առավել կարևորվեն մեր դպրոցում, առավել բարձր մակարդակի վրա գտնվեն։